Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ողջույն, ուժեղ, հայեր, ջան։ Մեր իմ պայքարը չի սկսվել երեկ և չի ավարտվելու վաղը։ Սամվել Կարապետյանը շատ ծանր բեռ է վերցրել, շատ ծանր։ Բայց մենք բոլորս այստեղ մասն ենք կազմում այն պայքարի, որը հանուն փոփոխության է, հանուն մեր արժանապատվության, հանուն մեր ինքնության։ Ուժեղ Հայաստան կառուցելը հեշտ չէ, գործիքակազմ ստեղծելը ամենևին էլ հեշտ չէ, բայց մենք բոլորս այստեղ հավաքվել ենք ասելու, որ մենք պատրաստ ենք կանգնել Սամվել Կարապետյանի կողքին և անցնել այս ճանապարհը միասին։ Ամեն օր, երբ ուշ, շատ ուշ, ես գնում եմ տուն, մեքենայի մեջ մտածում եմ, ասում եմ, սպառվել եմ, հոգնել եմ, էլ չեմ ձգում, ու այդ ժամանակ մի րոպե հետո ինքս ինձ նախատում եմ այդ մտքերի համար, այդ րոպեական թուլության համար, որովհետև չէին հոգնում մեր տղաները սահմանին, չէին հոգնում մեր պապերը և հայրերը պատերազմում, և սա էլ մեր խրամատն է, որը որ մենք չենք լքելու, ես չեմ լքելու։ Եվ հատո առավոտյան նորից ամուր հավատով ձեռքը սեղմում եմ, ատամները սեղմում եմ, գնում եմ այս պայքարի, իմ անձնական պայքարի, որի հաղթանակը անխուսափելի է։ Վերջերս, երբ Սամվել Կարապետյանի հետ քննարկում էինք մեր կուսակցության ծրագիրը, անընդհատ իմ մտքի մեջ մի միտք կար։ Ես ուզում եմ ապրել այն Հայաստանում, որը կառուցելու է նա, Սամվել Կարապետյանը, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Վարչապետ, Սամվել, վարչապետ։ Ես այսօր անպայման ուզում եմ անդրադառնալ մեր բոլոր այն ընկերներին, ովքեր այս փոքրիկ խմբակի կողմից հետապնդումների են ենթարկվում։ Ընկերներ, մեր բոլոր աղոթքները և մեր ամբողջ աջակցությունը արձեզ է, դուք ընկճվող չեք, դուք հետ նահանջ անողներից չեք, և հենց դա գիտի այսօրվա խմբակը այդ պատճառով վախենում է ձեզանից։ Մենք ձեզ հետ ենք, դուք մեզ հետ եք, անգամ անազատությունից դուք մեզ ավելի շատ ոգի եք տալիս այս պայքարը շարունակելու։ Վախկոտ ես դու, Նիկոլ Փաշինյան, վախկոտ ես։ Եվ քո վախերը ավելի են ցայտուն դառնում ուժեղ, հաղթանակած, հաջողությունների հասած տղամարդկանց ֆոնին և վախից ելնելով ես դու գնում այդ հետապնդումներին, բայց իմացիր, քեզանից վախեցող չկա, ում ես ուզում վախեցնել, մեզ ես ուզում։ Սամվել, վարչապետ, վարչապետ։ Հաղթանակներ հայ ժողովուրդը ունեցել է։ Հերոսներ հայ ժողովուրդը ունեցել է և ունենալու է։ Ինչքան էլ փորձես մեզ
հակառակում համոզել։ Ուղիղ 34 տարի առաջ մեր հայրերը պատրաստվում էին ճակատագրական մարտի եւ վախ չկար նրանց սրտում։ Այսօր էլ մեր սրտում վախ չկա։ Մենք էլ պատրաստվում ենք մեր ճակատամարտին, որը արդեն հանուն Հայաստանի ապագայի է, որպեսզի Հայաստանը մնա Հայաստան։ Ուղիղ 34 տարի առաջ հայերը այնպիսի մարդ տվեցին մեր աննման, անառիկ Շուշիի համար, որ այդ մարդը մտավ ռազմարվեստի լավագույն գրքերի մեջ։ Մենք նրանց սերունդներն ենք, մենք ոչնչով չենք զիջում, նրանց արյունը մեր մեջ է, մենք նույն արյունն ենք։ Հետևաբար այդ հաղթանակները մեր սրտերում են եւ այդ հաղթանակները մենք փոխանցելու ենք մեր ժառանգներին, որովհետեւ դրանք մնայուն են, ինչքան էլ փորձեն խեղաթյուրել մեր պատմությունը, արժե զրկել մեր հերոսներին, չի ստացվելու։ Հարսանիքը լեռներում եղավ եւ այդ ճակատամարտում իր անորանալի դերը ունեցավ Արթուր Ավանեսյանը, Կանդազը, մեր գնդապետը, ով այսօր գտնվում է կալանքում, որովհետև նրանից վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Ոչ մեկ չի ասում, որ հեշտ է լինելու։ Տեմ կացիք, մատաղնիմ, պնդ կացիք, մռավասարի նման պնդ կացիք, որովհետև ուժեղ Հայաստան լինելու է, ուժեղ